Nicole Pachinian, bienvenue. Նախընտրական գործընթացներին նոր թափ է տվել Հայաստանի վարչապետը Փարիզից օգտագործելով խաղաղության համաժողովի առիթը։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգը։ Մանավանդ որ այն երկիրը, որի հետ խաղաղություն է կառուցում Փաշինյանը, նույն ճակատագիրն է ունեցել, ինչ Հայաստանը։ In the beginning of 20th century 20-րդ դարի սկզբին մենք անկախությունը շահեցինք միասին 3 օրերի ընթացքում եւ քանի տարի հետո իրար հետ կորցրեցինք անկախությունը Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ several years ago we lost our independence together. I mean Azerbaijan, Armenia and Georgia. Հայ ժողովուրդը պետք է որ խոչընդոտներ չստեղծի, իր ակնկալիքներն է Փարիզում բարձրաձայնել Փաշինյանը, խոսելով հաջորդ տարվա խորհրդանական ընտրությունների քաղաքական մեծ նշանակության մասին։ It is a big political and very political. Դա կարևոր քաղաքական իրադարձություն է, որ շատ կարևոր է Հայաստանում խաղաղության գործընթացի համար, բարեկեցության համար։ Օգոստոսի 8-ի ձեռքբերումն է խաղաղությունը, որ արդեն իրականություն է։ Փարիզում խաղաղության համաժողովի առաջնորդության խաչմերուկներում թեմայով քննարկման ժամանակ է հայտարարել Փաշինյանը։ It is really historic. Սա իսկապես պատմական շրջադարձ է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ In general. Հայաստանի ղեկավարի համոզմամբ հիմա կա իրական հնարավորություն Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության փուլ մտնելու, տարածաշրջանի ուղիները բացելու։ Regional connectivity. Տարածաշրջանային հաղորդակցությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար։ Internal. Եվ դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ And that means that through our territory will open a new route. Թրիփանունով այդ ուղին բացելու համար հիմա իրավական հիմքեր են փորձում ստեղծել, Փարիզում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ They are trying to Աշխատում ենք այդ ճանապարհի համար իրավական հիմքեր ձևավորելու ուղղությամբ։ Իհարկե մենք շահագրգռված ենք դրա հնարավորինս շուտ իրագործմամբ։ know any. Փաշինյանը վստահեցրել է, որ ծրագրից կշահեն բոլորը, ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ And taking in Բազմաթիվ քննարկումներ կան, թե շատ ուժեր միգուցե շահագրգռված չեն այս տարածաշրջանային ուղիների բացմամբ, բայց կարծում եմ բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ can be Բաց հաղորդ ուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, նոր կապ Կասպից ծովի եւ միջերկրական ծովի միջև։ Թրիփից հնարավոր օգուտներն է թվարկում Հայաստանի վարչապետը։ There is no any ground for that. Որևէ խոչընդոտ չկա այդ նախագիծն իրագործելու ճանապարհին։ And Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ are mentioned that. Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։